Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Քարչախումբը հանգիստ չի տալիս, չի թողնում, որ հանգստյան օրերը օգտագործենք իրենց նպատակային նշանակությամբ։ Մի երկու մանրուքի անդրադառնանք, հետո գլխավոր քաղաքական խոտանին։ Ուրեմն դե Հակոբ Արշակյան կա, ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնին ծավալած։ Ասում է դուք բոլորդ միլիարդատերեր եք։ Ես հիմա եթալու եմ ոստիկանություն, տենց եմ մտադիր, հայտարարություն տամ, ասեմ իմ միլիարդը ուր է, կորել է տնից։ Արա դուք ամոթ չեք անում, այդ դուք եք դառը ոչնչից միլիարդատեր, ժողովրդին ծաղրում եք։ Այն դե միշտ անդրադառնում եմ, ինքը ինձ երբեք չի թողնում հանգիստ ապրեմ, Հովիկ Աղազարին, այն գանգրահեր երիտասարդին, ասում է մի երկու հոգի գնաց, հələ սրա խուժանությունը, մի երկու հոգի գնացել են Կիլիկիա խոպան, ու այդ հողերը համարում են մերը, այսինքն Կիլիկյան Հայաստանի հայերի համար խոպան է, արա դու ամոթ չունես, դու չես ամաչում, որ շնչում ես, այ տղա, չես ամաչում, որ շնչում ես, մի հատ հետաքրքրվի ինչ դեղ կա, խմի մի անգամից քեզ բարի տուր։ Այն Ալիս Էմինը, թրքահապատակ, ասում է երկու լավ նորություն ունեմ։ Առաջին, որ հաջորդ խորհրդարանում ընդդիմությանն է ասում, որ դուք չեք լինելու, ինքը չի ասում կանխատեսում ենք, որ չեք լինելու, ասում է չեք լինելու։ Երկրորդը, որ այսօրվա իշխանությունը ավելի բարձր ձայներով է կրկին դառնալու իշխանություն։ Չի ասում, որ էլի ենթադրվում է, դառնալու է։ Եվ սա ասում է իրեն ժողովրդավարական հռչակած պետության, ոչ ավել ոչ պակաս, ոչ թե թելում կանգնող անհույս մարմնավաճառ, այլ ազգային ժողովի նախագահ։ Տեսեք, թե Հայաստանում ինչ վիճակում է գտնվում ժողովրդավարությունը։ Հիմա անցնենք գլխավոր պատուհասին։ Ուրեմն ինչ է սա ասում ժողովրդին։ Խի եք ժամերով կանգնում կանգառներում, հեծանիվ քշեք։ Ես Նիկոլ, լսի այ տղա, քեզ ասել եմ, մեր տնից գժանոց կիլոմետր ու կես արի, ես քեզ տանեմ այնտեղ։ Դու այնտեղ անելիք ունես, քեզնով զբաղվելու առիթ կա։ Այսինքն դու ո՞նց ես պատկերացնում, այ տղա, ասենք 80 տարեկան տարեցկինը, բան, ասենք պետք է նստի ավտոբուս գնա ինչ որ իր ուզած տեղը, բայց ավտոբուս չնստի, առնի հեծանիվ քշի։ Արա, լսի այ տղա, հեծանիվ քշելու տեղը օրենքները կարդարա, ուրեմն լես անգրագետին։ Նախ ասում է ով է այս երկրում կարա թպրտա պետության մեջ։ Իհարկե դու լավ թպրտում ես, ասա վերջդ լավ ելնի։ Ուրեմն բան ու գործը թողի ինչով է սա զբաղված, ես թեմաները առանձնացրել եմ, որ հաջորդաբար անցնենք։ Ուրեմն բան ու գործը թողի ոստիկանության գվարդիա է ստեղծում։ Այդ տղա, լսի, ու ինչ է ասում, ուժային կառույցները բառացի եմ ուզում կարդալ, նրա համար են, որ ուժ կիրառելու հնարավորություն ունենան։ Սա մտնում է իրենց գործառույթների մեջ։ Ու ասում է պետք է հստակեցնել տեսանելի եւ հասկանալի ստանդարտներ ունենանք ոստիկանության համար ուժ կիրառելու համար։ Արա իրավաբանությունից տա գետ։ Գնա կարդա մենք դեռևս 1997 թվականի նոյեմբերի 17-ի օրենք ունենք ոստիկանության զորքերի մասին, որտեղ հոդվածներ կան 17-րդ հոդվածն է, 19-րդ հոդվածն է, որ 18 հոդվածը երբ կարող է ոստիկանությունը ֆիզիկական ուժ կիրառել, երբ հատուկ միջոցներ կիրառել, այ անգրագետ, արա այդ հեծանիվ քշելու տեղը, որ դու մարդկանց ասում ես ավտոբուս նստելու տեղը հեծանիվ քշեք, դու գնա, դու էլ օրենք կարդարա հեծանիվ քշելու փոխարեն, տգետ, ուժի կիրառման տեսանելիություն չունի մարդը, որովհետև օրենք չես կարդում, ինչ տեսանելիություն, կամ գվարդիան որ ասա, ու ինչ ասում, գվարդիա ասում ստեղծենք, որ համերգների ժամանակ ներկալ են, հələ սրան նայեք ոստիկանության ուժերը ուրա ուղարկում, այ տղա, դու օրենք չես կարդում, ընդհանրապես չես կարդում, այ անգրագետ, ոստիկանության զորքերի մասին օրենքի համաձայն
խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանությունը ընդհանրապես միջամտելու իրավունք չունի։ Լավ դու չես ամաչում, որ ապրում ես, արա։ Մի խոսքով հարգելի ժողովուրդ, այս իշխանությունը լրիվ ծաղրում է բոլորիս, մեզ։ Ծաղրում է, ինչ ուզում անում է։ Այս Նիկոլը, այս անամոթը, Ալիևը կանգնել ասել է մի քանի օր առաջ, որ խաղաղությամբ Սյունիքն ենք վերցնելու պատերազմով ամբողջ Հայաստանը։ Արա այս արտահայտությանը խիչ ես մի հատ արձագանքում, հա? Այ դուխով տղա, բա մի հատ են գլխարկատիր դուխով ու էլ ասա գնա դե ասա։ Սա մենակ ժողովրդի հետ է հաթաթայով խոսում։ Հələ սրա ողբալի վիճակը նկարները, ելույթները, որ նայեք ոնց է Ալիևի առաջ գլուխը ասենց կզզնում եւ ընդհանրապես միջազգային հարթակներում ինչ խեղճացած մի կերպ ձայնի իրավունք ստանալու գալիս է սեփական ժողովրդի հետ հաթաթայով է խոսում։ Սա է Նիկոլ Փաշինյանը, հարգելի ժողովուրդ։ Սրա մասին շատ բան կարող եմ ասել, կամ այդ գեդինը մտնես դու, Նիկոլ։ Էդից ձևս արա դու բանակը վարկաբեկում, հա? Դու դրա իրավունքը ունես։ Սա էլ է պետական դավաճանության դրսևորում։ Կգա հաջորդ իշխանությունը ու կտեսնես թե քո հանդեպ ինչքան քրեական գործեր են հարուցվելու, որոնք այսօր դու Հայաստանը հրճակել ես իբր թե իրավական պետություն, բայց աննախադեպ քանակի քաղաքական դատապարտյալներ, հետապնդյալներ ունի, բանտարկյալներ ունի, բայց դու ներկայացնում ես որպես իրավական պետություն։ Բանակը էդից է վեսարա, ոնց թե սրբադասելու բան չի։ Բա ինչ է սրբադասել, հեծանի, վա տարա։ Պարզապես մեզ բոլորիս հայտնի Վարդան Ղուկասյանը այնքան դիպուկ